քրեջան, եղբայրս ջան, Աստված բոլորիս օրհնի։ Իրոք ամենամեծ ուրախություն այսօր մարդկության համար այսօրն է, որ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս եւ ողորմություն անի, որ իրոք մեր կյանքի մեջ Քրիստոս ծնվի։ Չգիտեմ, ես միշտ մտածում եմ հետեւյալը, որ Աստված եկել է բոլորի կյանքում ծնվել է, ովքեր որ հավատացին իրեն։ Բայց ուղղակի կուզեի, որպեսզի մենք այս մտքի վրա լուրջ ուշադրություն դարձնենք։ Հուդա 20 համարի մեջ գրված է, բայց դուք սերներ ձեր անձեր ամենասուրբ հավատքի վրա շինեցեք։ Եղբայրներ, քույրեր, ուղղակի կուզեմ խորը մտածենք, թե որն է Քրիստոսի գալուսյանն ու նպատակը, ինչի համար է եկել Քրիստոս։ Այսօր շատ անձնարություններ խորը մտածում են Քրիստոսի գալուսյան նպատակը մեկն է եկել է իրեն հոգսերին, ցավերին, խնդիրներին պատասխան տալու։ Այդպես էլ է։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք մարգարության մեջ ամենակալ Աստված ինչ է ասում ինձ եւ քեզ։ Եսայի մարգարություն 61-րդ գլխի առաջի համարից գրված է. Տեր Յովայի հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ։ Նա ուղարկել է ինձ աղքատներին աղետիկ տալու, Գոթրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներն ազատություն հրատարակելու եւ կապյալներին արձակելու։ Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարի, վրեժխնդրության օր մեկ մեր Աստծո համար, բոլոր սկավորներին մխիթարելու համար։ Քուրես ջան, եղբայրներ ջան, Տերը եկել է եւ նաեւ հետեւյալի համար։ Հովանու ավետարան 10-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք գրված է. Ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ավել։ Այսօր երբ որ մենք նայում ենք մարդկությունը ինչ է խորում մտածում կյանքի վրայով։ Երբ որ մենք նայում ենք Պողոս առաքյալը հորդորում էր մարդկանց, հիշում եք Կորինթոս եկեղեցու մեջ գրված է մարդիկ, որ չէին հավատում հարությանը, եւ Պողոս ինչ էր հորդորում ասելով, որ մարդիկ այսօր մտածում են հետեւյալի մասին. ուտենք, խմենք, մեկ է վաղը մեռնենք։ Քուրես ջան, եղբայրներ ջան, մարդու կյանքը շատ կարճ եւ ժամանակավոր է։ Այսօր ուղղակի կուզեի լուրջ խորենք մտածենք, որն ենք ընտրելու։ Երբ որ մենք նայում ենք երկրորդ օրինաց գրքի մեջ 30-ի 10 համար մեջ գրված է. այսօր երկինք եւ երկիր վկայեմ կանչում ձեզ կյանք եւ մահ, օրհնություն եւ անեծք ձեր առաջատարը։ Ընտրողը մենք ենք։ Եթե այսօր ուզում ես ապրել մարմնավոր կյանքով, երբեք Աստված քեզ չի ստիպելու, գիտեք։ Ամենակալ Աստված որևիցե մեկին չի ստիպում, խնդիրներ չի ստեղծում եւ ինքը մարդուն տվել է ազատ ընտրության իրավունք։ Բայց այսօր կուզեի, որպեսզի ես եւ դու խորը մտածենք այս մասին, ինչ է մարդու կյանքի վերջը։ Առակաց գրքի մեջ երբ որ կարդում ենք ամենակալ Աստված ինձ եւ քեզ հետեւյալն հորդորում եւ ասում։ Ուղղակի կուզեմ, որպեսզի մենք սա լուրջ ուշադրությամբ նայենք։ 14-րդ գլխի 12-րդ համարի մեջ գրված է. Ծիծաղելիս էլ սիրտը կտրտմի։ Եվ նրա այսինքն ուրախության վերջը սուկ է։ Սա է մարդու կյանքը։ Եվ երբ որ մենք նայում ենք Դավիթը հարցում արեց ամենակալ Աստծուն ասելով որքան է իմ օրերի թիվը։ Եվ Աստված ասեց ընդամենը 1 թզի չափ։ Քուրես ջան, եղբայրներ ջան, մենք այսօր շատերս ապրում ենք այդ թզի չափ կյանքի համար։ Բայց Աստված դրա համար չի եկել։ Աստծո գալուսյան նպատակը ես եւ դու ունենանք հավիտենական կյանք։ Իսկ դրա համար ինչ է պետք անել, որն է մեր կողմը։ Ամբողջ սրտով հավատալ, որ ինքը իրոք կյանքն է, ինքն է ուրախությունը։ Ուշադրություն դարձեք, բազում անգամ ես անդրադարձել եմ Ասապին 73-րդ Սաղմոսի հեղինակ։ Նա հավատում էր Աստծուն։ Սաղմոսների հեղինակ էր եւ հետաքրքիր է, երբ որ իր կյանքի մեջ իր ուզածը տեղի չունեցավ, գրված է, որ քիչ է մնացել ոտքերը ծրվեն եւ բան չի մնացել կնաս կսայ։ Եվ այսօր շատերիս կյանքի մեջ էսպես է, գիտեք, երբ որ մենք ինչ-որ բան ցկտում ենք կամ ուզում ենք չի ստացվում, մենք սկսում ենք Տիրոջից հեռանալ։ Եղբայրս, քույրս, ամենակալ Աստված եկել է քեզ տալու ամենաթանկը, հավիտենական կյանք։ Չէ՞ քո մարդկային սրտի ուզածը տալու։ Եթե սոր Աստված իմ եւ քո սրտի բոլոր ցանկությունները կատարի, ընդամենը 5 րոպեով մենք նորից նույն խնդրի առաջ ենք կանգնելու։
Եվ թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք Մատթեոս ավետարան 13-րդ գլխի մեջ կարդում ենք 20-21 համարները, այնտեղ գրված է հետևյալ մարդկանց վրայով։ Ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Եվ քարկարոտ տեղը սերմանացնա է, որ խոսքը լսելիս շուտով ուրախությունով ընդունում է, բայց արմատ չունի իր մեջ, այլ ժամանակավոր է։ Խոսքը ուրախությամբ ընդունում է, եւ խոսքը ինքը Քրիստոս է։ Հիշում եք Հովաննես ավետարան առաջի գլխի մեջ գրված է սկզբում էր բանը, կամ ռուսերեն մեջ ասում է սկզբում էր խոսքը, եւ խոսքը ասում է մոտ էր, եւ խոսքը Աստված է։ Այսօր մեզ պետք է լուրջ մտածել այս մասին։ Ես միշտ խորում եմ այս անձնավորությունների խորհրդի վրա, որ հոպին հորդորում են։ Եղիպաս թեմանացին շատ անգամ հոպին ցավեցրել են 3 ընկերներով, բայց հետաքրքիր միտք է ասում 22-րդ գլխի 2-3 համարների մեջ գրված է. Միթե մարդս ասե համար օգտակար է, այլ միայն իրեն օգտակար խելացին։ Ամենակարողի հաճությունը կների, եթե արտարն ես կամ մեկշա, եթե քո ճանապարհները ուղիղ անես։ Աստծո նպատակը սա է, եւ այսօր խելացի անձնավորությունը ո՞րն է նախընտրում եւ ո՞րն է վերցնում։ Կյանք։ Կարդացինք 2-րդ օրինաց 30-ի 10 համարի մեջ գրված էր. այսօր ձեր առաջին տնում եմ երկու վիճակ՝ կյանք եւ մահ։ Սիրելի քույր եղբայր, ուղղակի Տիրոջով խնդրանքս է, որ ես եւ դու այսօր կարողանանք սա տեսնել եւ հասկանանք, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Որ այսօր ապրենք այդ կյանքով։ Ամեն մեկ անձնավորություն իրեն կյանքի մեջ թե դժվարություն, թե խնդիրներ ունեցել եւ այդ ամեն անցել է։ Այսօր ամեն մեկ անձնավորություն մեծանում է։ Մանավանդ տարիքով քույր եղբայրներ, հարց եմ տալիս, այսքան որ ապրել ենք երկրի, այսքան էլ ապրելու ենք, թե չէ։ Մի հարց հետևյալն է, ինչու համար Աստված մարդուն ստեղծը։ Եթե այս կար ժամանակահատվածի համար, ուրեմն մեղայս Աստված մարդու հանդեպ շատ դաժան է, որ սիրելիս Աստված սիրում է մարդուն։ Եվ այդ սերը ապացուցեց իր որդին զոհելով։ Աստված մարդուն չի ստեղծել այս կար ժամանակավոր կյանքի համար, իլ ստեղծման ու նպատակը, որ մարդը հավիտյանս ապրի իրեն հետ։ Եվ հիշում եք Հովաննես ավետարան, երբ որ մենք կարդում ենք 11-րդ գլխի մեջ, ինքը Տեր Հիսուս Քրիստոսը հետևյալն է հորդորում ինձ եւ քեզ։ Գրված է. Ես եմ հարությունը կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնել կապրի, եւ ամեն ով կենտանի ինձ հավատում է, հավիտյան չի մեռնել։ Մենք հավատում ենք սրան, թե չէ։ Եթե ես հավատում եմ, ուրեմն պիտի ապրեմ այդ կյանքով։ Եվ կուզեմ անդրադառնալ հետևյալին, եղբայրներ քույրեր, Հիսուս Քրիստոս եկել է, ծնվել է այսօր մեր ամեն մեկի կյանքի մեջ։ Միայն ծնունդը բավական չէ, գիտեք, Քրիստոս մեր մեջ պիտի բարձրանա։ Ուշադրություն դարձեք, այս համարները շատ անգամ կարդացվել է, կարդում եմ առաջի թագավորաց գրքի մեջ, հիշում եք, խոսում է Սամվել մանուկի վրայով, ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը Սամվել մանուկի համար։ 3-րդ գլխում գրված է, ներողություն, 2-րդ գլխում գրված է հետևյալ միտքը 26-րդ համար, եւ Սամվել մանուկը օրեցօր մեծանում էր։ Եվ նույնն է, որ մենք կարդում ենք Ղուկաս ավետարանի մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրայով, թե Հովհաննեսի վրայով, գրված է Հովհաննեսի վրայով, եւ երեխան աճում էր, զորանում էր հոգով, եւ շարունակության մեջ Տեր Հիսուս Քրիստոսի համար 2-րդ գլուխ 52-րդ համար։ Եվ Հիսուսը զարգանում էր իմաստությունով, հասակով, շնորհքով, Աստծո եւ մարդկանց մոտ։ Այսինքն Հիսուսը այսօր իմ եւ քո կյանքի մեջ պիտի բարձրանա, պիտի աճի։ Այս հարցը հետեւյալն է. եթե իմ մեջ Քրիստոս կյանքը աճել է, ինչ կյանքով կապրեմ։ Այսօր նայում ենք մեր կյանքի մեջ շատերս նույն կյանքով ենք ապրում, նույն խնդիրներն են, նույն խնդիրներն են, այսինքն աճ տեղի չունեց է։ Ամենակալ Աստված խոսում էր եկեղեցու վրա, ուշադրություն դարձրեք Լավուդիկե եկեղեցուն ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Գրված է հետևյալը. Գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես, ոչ տաք, օթե ցուրտ լիներ կամ տաք, որովհետև գաղջ ես եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փխսեմ իմ բերանիցս։ Այսինքն այսօր շատերս գաղջ վիճակի մեջ ենք։ Քրիստոսը մեր մեջ չի աճը։ Ամենակալ Աստծո նպատակը սա է, որ մեր մեջ այդ կյանքը բարձրանա, մարդիկ տեսնեն Քրիստոսին։ Ծնվել է մեր կյանքի մեջ, ընդունել ենք Քրիստոսի ծնունդը մեր մեջ, բայց մեր մեջ Քրիստոս կյանքը չի աճել։ Ուշադրություն դարձրեք, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ,
Հովանու ավետարան 4 գլխում գրված է հետևյալը. հիշում եք, աշակերտները գնացին հաց բերելու, երբ օրական Հիսուսին ասեցին, ինչ որ բան կերել ես, Հիսուսին պատասխանեց, 34 համարի մեջ գրված է, Հիսուսը նրանց ասաց, իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամք անեմ եւ նրա գործերը կատարեմ։ Եթե այսօր դու չես կերակրում Քրիստոսին, հարց եմ տալիս, Քրիստոս քո մեջ կա, չի։ Պրոբլեմը սա է, այսօր մեր շատերիս կյանքի մեջ Քրիստոս չի աճը, մնացել է Քրիստոս կյանքը մեր մեջ գաղջ, որն է պատճառը, որտեղ մենք չենք կերակրել։ Հիշում եք Սուրբ Գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք ամենակալ Աստված Եփեսոս եկեղեցու մեջ հետևյալն էր ասում. միք տրտմեցնեք Սուրբ Հոգին, եւ Թեսաղոնիկեի թղթերի մեջ գրված է միք մարեք Սուրբ Հոգին։ Այսօր շատերիս կյանքի մեջ Քրիստոս կյանքը մարել է։ Շատերիս կյանքի մեջ Քրիստոս տրտմած է, որն է պատճառը, որտեղ չես կերակրում։ Այսօր մենք ավելի շատ կերակրում ենք մարմնավորը, քան թե հոգևորը։ Եվ մենք խորհրդացում ենք, որ մեր մեջ Քրիստոս պիտի աճի, ոչ սիրելիս։ Խնդրանքը հետևյալն է, այսօր մեր մեջ իրոք ծնվել է Քրիստոս։ Այսօր մեր մեջ պիտի աճի, իսկ աճելու համար բարենպաստ պայման ստեղծողը դու ես։ Երբ որ մենք կարդում ենք Մատթեոս ավետարան 13-րդ գլուխ սերմնացանի առակը, այնտեղ խոսում է 4 տիպի անձնավորությունների վրա. ճանապարհի եզրը, քարկարոտ տեղը, փշոտ տեղը եւ պարարտ թողը։ Աստված որովհետեւ մեկին պարարտ չի ստեղծել։ Պարարտ ստեղծում է այն անձնավորությունը, որը միտք է առնում, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Ուշադրություն դարձրեք 13-րդ գլխի մեջ կարդում եմ հետևյալը, ինչ ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Բայց բարի երկրում սերմանացնա է, որ խոսքը լսում է եւ իմանում է։ Միշտ թարգմանության մեջ գրված է միտք է առնում։ Միտք է առնում, որ կյանքը Քրիստոս է։ Միտք է առնում, որ այս կյանքը ժամանակավոր է։ Հիմա հարց եմ տալիս ինձ եւ քեզ։ Մենք հավատում ենք, որ այս կյանքը ժամանակավոր է եւ Աստված մեզ համար հավիտենական կյանք է պատրաստել։ Եթե հավատում ենք, ինչու համար իմ եւ քո կյանքի մեջ Քրիստոս չի բարձրացել։ Ուշադրություն դարձեք, իշքան անգամ ես անդրադարձել եմ Մովսես անձնավորությանը։ Մովսեսը չի ծնվել հավատացյալ երկրի մեջ, ծնվեց Եգիպտոսում։ Ընդամենը մայրը եւ հայրը կար ժամանակատված կարողացան պահել եւ դրեցին ջրերի վրա։ Հարց եմ տալիս, այդ մանուկը հոր մոր հետ տան մեջ ինչ պիտի սովորեր։ Տեղափոխվավ Փարավոնի աղջկատուն։ Մայրը գնաց իրեն հետևից եւ գրված է, որ կերակրեց նաև հոգեորապես եւ այդ կերակրվածը, այդ կատը, ծնունդը Մովսեսի մեջ աճեց։ Եվ երբ որ մենք կարդում ենք Եբրայեցիս 11:6 համար մեր ներողություն, Եբրայեցիս 11-ի կարդամ 26-րդ համարում հետևյալ միտքն ասում ինքը ամենակալ Աստված։ Քուրես ջան, եղբայրներ ջան, այսօր մեր կյանքի մեջ այդ կյանքը պիտի աճի։ Կարդամ 24 համարից։ Հավատքով Մովսեսը երբ որ մեծացավ, այսինքն Մովսեսի մեջ աճեց Աստծո խոսքը։ Աճեց եւ ինքը սա հասկացավ։ Սրա հետևանքն էր, որ ինքը մերժեց Եգիպտոսը։ Ուշադրություն դարձեք ինչ է մերժում։ Ավելի լավ համարեց Աստծո ժողովուրդներ չաչավել, քան թե մի առ ժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Մովսեսը հասկացել էր, որ մի առ ժամանակվա համար է այդ զվարճությունը։ Որովհետև շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք, ինքը ավելի նախընտրեց այդ հալածանքը, այդ տառապանքը, այդ ամեն անարգանքը ավելի լավ համարեց Աստծո ժողովուրդներ չարչարվել, քան թե մի առ ժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատիկը Եգիպտացիների հարուստ գանձերից, որովհետև աշկը տրած մտիկ էր տալիս վասկի հատուցմանը։ Մովսեսի վասկը հավիտենական կյանքն էր։ Իսկ այդ հավիտենական կյանք ունենալու համար սերմնացանի առակի մեջ, երբ որ մենք կարդում ենք, գրված է միտք առավ եւ ինքը իրեն պարարտ սարքեց։ Այսօր մեր կողմն է պարարտ հող Քրիստոս մանկան համար։ Մի հարց եմ տալիս, այստեղ շատ մայրեր կան եւ շատերը շատ երեխաներ մեծացրել են։ Եթե բարենպաստ պայման չես ստեղծում, երեխային ժամանակին չես կերակրում, հարց եմ տալիս, երեխան կմեծանա։ Այսօր Քրիստոս իմ եւ քո կյանքի մեջ ծնվել է։ Իսկ այդ բարենպաստ պայմանը ստեղծողը ես եւ դու ենք։ Եթե ոչ մեր մեջ Քրիստոս կյանքը չի աճի։ Գուրես ջան, եղբայրներ ջան, նորից եմ ասում,
Հովանու ավետարանի մեջ գրված է Տեր Հիսուս Քրիստոսը ինչ ասեց. Իմ կերակուրը, որ ինձ ուղարկողի կամքը անեմ եւ նրա գործերը կատարեմ։ Իսկ որն Աստծո է կամքը։ Աստված ընդամենը մեկ կամք ունի։ Երբ որ մենք կարդում ենք Ծննդոց գրքից մինչև հայտնություն, մարդուն տեղափոխի դեպի հավիտենություն։ Կատարյալ անձնավորություն Ադամ մեղանչեց, բայց Աստծո ծրագիրը կամ Աստծո կամքը չխափանվեց։ Եվ ուշադրություն դարձեք, Իսրայելը մերժեց, ետ դարձավ ամենակալ Տիրոջից, երեսը թեքեց, Աստծո ծրագիրը չխափանվեց։ Օտար աստվածներ պաշտեցին, Աստված իր ծրագիրը չխափանեց։ Եվ ամեն անգամ պատրաստ է Աստված մարդուն ընդունելու եւ տալու հավիտենական կյանք։ Միայն թե մարդը ամբողջ սրտով հավատա, որ կյանքը Քրիստոսի մեջ է եւ իրեն մեջ այդ կյանքը հաճե։ Եվ ես հավատում եմ հետեւյալը, այն անձնավորությունը, որի կյանքի մեջ Քրիստոս կյանքը աճել է, այդ մարդը իրոք ապրի Քրիստոսի հետ։ Ինչի համար այսօր մեր կյանքում օրհնություններ չկա, որն է պատճառը։ Չէ՞ որ ամենակալ Աստված ասում է իր գալիսյան նպատակը սա է։ Նորից կարդամ Եսայի մարգարության 61-րդ գլխի մեջ գրված հետևյալ տողերին. Նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու, սկավորներին մխիթարելու։ Ինչի համար իմ եւ քո կյանքի մեջ սա չկա։ Որն է պատճառը։ Սա համար խնդրանքս հետևյալն է. քուրս ջան, եղբայրներ ջան, ամբողջ աշխարհը ավետիսը տալիս է մեկը մեկուն։ Ամբողջ աշխարհը, գիտեք, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում ծնունդը դեկտեմբերի 25-ին է նշում, բայց նաև հունվարի 6-ին նորից մեկը մեկին ավետիս է տալիս Քրիստոսի ծննդյան վրա, բայց մի հարց եմ տալիս, իմ եւ քո կյանքի մեջ Քրիստոս որ ծնվել է, աճել է թե չէ։ Ուղղակի կուզեի, որ լույս նայենք սրան, ուշադրություն դարձեք, երբ որ կարդում ենք ամենակալ Աստված ինձ եւ քեզ ինչ է սորացնում։ Ուշադրություն դարձեք, սա գրված է մեր բոլորի համար։ Երբ որ իմ մեջ Քրիստոս կյանքը ծնվում է, իմ մեջ ձևակերպվում է երկու վիճակ, երկու կյանք, հինը եւ նորը։ Գաղատացիս 5-րդ գլխի մեջ գրված է 5:17 համարում հետեւյալը, որտեղ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմին հակառակ, եւ սրանք իրար հակառակ են։ Իմ եւ քո կյանքի մեջ երկու բնություն կա՝ մարմնավորը եւ հոգեվորը, որին որ կերակրես, նա էլ պիտի աճի։ Հիսուսն ասում էր. իմ կերակուրը Աստծո կամքը կատարելն է, եւ նա գործերը կատարել է, պատմել է։ Հիմա հարցս հետեւյալն է. ես եւ դու որին ենք կերակրում, հնին թե նորին։ Ինչի համար իմ մեջ Քրիստոս կյանքը չի ձևակերպել, ինչի համար չի աճա, որն է պատճառը։ Եղբայրներ քույրեր, եթե իմ մեջ Քրիստոս կյանքը աճի, պատկերացրեք ես բաժակի մեջ իշքան որ ջուր լցնես, վերջնակետում կհասնի մեկտեղ, որ ամբողջովին կլցվի։ Այնտեղ էլ ուրիշ բան չի լինի, բացի ջրից։ Եթե իմ մեջ Քրիստոս կյանքը աճել է, այնտեղ մարմնավորությունը տեղի չի ունենա, մարմնավորությունը երբեք չի գործի։ Թող Աստված օգնական լինի։ Նորից եմ ասում, այսօր ամենակալ Աստված իրոք ուզում է ամեն մեկից հորդորել եւ ասել, որ ինքը ծնվել է մեր կյանքի մեջ, բայց այսօր ուզում է որպեսզի աճի։ Իսկ այդ աճելու համար նախապայմանը կամ պայմանապաստ պայմանը ստեղծողը դու ես։